լավ մարդկանց է ողջունում, սրիկա տականքներին, Նիկոլ ծառայողներին, այլ հանցավոր աղբեկին ոչ, քանի որ հնարավորություն ընձեռվեց, սենց ասեք, էլի չնայած էլի թխկուշղկը գալիս է դրսից, բայց ընդմիջումներով, էլի անպատրաստ չնայած, բայց այնքան շատ բաների մասին եմ ուզում խոսել, որ մի քիչ խառը կլրի։ Ուրեմն տեսակ ինչ արեց Ղախպի տղեն Նիկոլը, փաստորեն պատանդ վերցրեց Կադրիկոսի։ Ով ուզում է լինի այդ Կադրիկոսը, լավն է, վատն է, թե ավելի վատն է, Քրիստո ոչ հակաքրիստոնե է եւ այլն։ Հայաստանի քաղաքացի է։ Անձի վրա սատանա Նիկոլը ոտնձգեց զարուրելի սատանեական հանցանք եւ ոչ մի համապատասխան արձագանք ոչ Եվրոմիությունից, ոչ էլ ԱՄՆ սպիտակ տնից։ Դու ինչ իրավունք ունես Ղախպի տղա Նիկոլ, չեմ ասում, բաբշե ինչ իրավունք ունես վարչապետի աթոռդ բաղը։ Հայաստանի քաղաքացի սենց ասեմ, Գարեգինի երկու մուտքը հանրապետությունից։ Փակից այ Ղախպի տղա, պատանդ է վերցրել։ Նույնն էլ ինձ է պատանդ վերցրել։ Փաստորեն անձնագիրս խլել է Ղախպի տղեն Նիկոլը։ Ես ըստեղ ես Չեռնագորիա կոչվածում, պատանդ եմ, չեմ կարող սահմանը զատնել, հասկանում։ Հեսա Կադրիկ, քանի չեմ մոռացել, Կադրիկոսի մասին շարունակեմ, բայց այդ Ղախպեն, որ այն Մոսկվայում որ ելույթը Don people լսում ես, այդ քո կողի կանգնածը Տիգրան Ուրիխանյան կոչվածը, դա Ղախպա է, ես իրան ուղիղ Facebook-ում մարդավարի դիմել էի, խնդրանքով։ Քանի որ ընդդիմադիր է, չէ՞ իրան Ղախպեն ձևացնում։ Ու դեռ իմ նման լտես է, Նիկոլի հանցավոր ռեժիմից փախածը ու տուժում է, չէ՞։ Казалось бы, կարծես թե պետք է հնչեցներ, չէ՞։ Իմ ազնագրի հարցը։ Տո չէ արել հակառակը, հələ սկսեցի քարկոծել։ Հենց իրա այդ էջում մի քանի անգամ դիմեցի։ Տարբեր պրոֆիլներից մեկն էլ միգուցե հենց ինքն էր։ Դու Ղախպա ես Տիգրան Ուրիխանյան սիկտիրդ քաշի։ Ու ըլնենց էլ մի իրան ներկայացնում է, ոտնձգում է իրեն չպատկանող բաների վրա։ Սա 25 թվին սկսեց, չէ՞։ Բացահայտել է Ղախպեն, էլի Տիգրան Ուրիխանյան ասում է Սերժի մարդն է։ Այ Ղախպա 18 թվականից ենք այդ ասում, որ բոլորիս աչքի առաջ Սերժը Նիկոլին նստեցրեց վարչապետի աթոռին։ Գործարք կատարեց ԱՄՆ-ի հետ։ Այդ իր անօրեն ռեժիմը, հանցավոր ռեժիմը Սերժիկը վաճառեց ամերիկացիներին, փոխանակեց։ Գործարքի արդյունքն էլ Նիկոլ Ղախպի ծնուց վարչապետն է։ Դրա դիմաց Սերժիկը ստացավ բանզայ, հասկանում եք, ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը, նա սատարում է ԱՄՆ-ն, կոռուպցիան տարբեր երկրներում, որ կոռուպցիայի միջոցով իր նպատակներին հասնի, կոռուպցիոներների միջոցով։ Սերժիկը ստացավ ամերիկացիներից գարանտիա, անձեռնամխելիություն, գարանտիա, որ թալանած մուլտիմիլիոներները վայելելու է, մեզանից թալանած, ձեզանից թալանած։ Եվ ազատ երկու մուտքը տարբեր երկրներ արտասահման։ Ոչ մի հետամուտում, հասկանում եք։ Բայց ձեռի հետ էլ հարցնում եմ Ղարաբաղցիներից, բայց այդ ինչի Սերժիկից միակ չեք բողոքում, Սերժիկին չեք սատկացնում։ Նա գիտակցաբար այդ գործարքը կատարեց, իմանալով թե ինչա լինելու Սերժիկ դժողքի ապրանքը։ Բայց ինչի չեք սատկացնում այդ։ Սերժիկին ես անձամբ կվառեմ օրինակ։ Ին վրա մեղք չի գրանցվի։ Նիկոլի հետ իհարկե միասին։ Այ հիմա որ միասին բլոջը անցնի սատկացնեմ, ավելի մեծ մեղք կգրանցվի, քան այդ երկու տականքներին, որ սատկացնեմ։ Վառեմ այդ սատանա մարդակներին։ 18 թվականից ասում, ոչ միայն ես 19 թվականից արդեն ուղիղ կոչեր եմ անել, անգամ այն ալիքում եմ, այս ալիքում էլ կա։ Նիկոլին սատկացնել։ Հա, Տիգրան Ուրիխանյանը վերագրում է իրեն։ Հլստոր է, չէ՞, ասում է բացի ինձանից ոչ ոք չի ասում, որ Սերժի այդ անասուն, դու դեբիլ ես արդեն քեզնեք։ Ասում է բացի իրենից, այդ դեբիլից, այդ Ղախպա Տիգրան Ուրիխանյանից, իբր ոչ ոք, ինքը 25 թվականին ասում է, ոչ ոք չի ասում, որ Սերժի մարդն է։ Սիկտիրդ քաշի այ Ղախպա։ Արա ես իմ ալիքի վրա որ բացեք հոլովակները YouTube-ը չի թող
ցուցադրում է տարեթիվը եւ ամիսը երբ բոլովական ձայնագրված։ Ինչքան ենք ասել։ Լավ, եկեք սենց անեմ, դոպիպոյ մասին հետո։ Առհասարակ դուք ոչ մի բանի չեք հասնի, ինչքան ուզում եք այդտեղ գորգորացեք Մոսկվայում, քանի որ դու շատ թերի ես դոպիպո։ Ինչի համար ասել եմ, հələ իր ալիքի տակն կոմետ մեկնաբանությունները գրել եմ, չեմ կրկնվի։ Բացի դրանից ուզում եք Պուտինի համակնել բռնեք, որ ասենք ձեր ուզածով անի, ձեր նա չի անի։ Ոչ մի բան չի ստացվի, որովհետև Պուտինն էլ է ղախպա, կարծեմ այդ զոմբիպոներ մի անգամ ինքն էլ հենց ասել է։ Հա ձեր է տալի Նիկոլը Պուտինը ինչ այլ է, որ ռազմաբազան Հայաստանի տարածքում։ Գեղցի սրիկա ապերից խենթ վատի դեբիլ, անասուն։ Եթե քո տարածքում Ռուսաստանի ռազմաբազանա ոնց ես Եվրոմիություն ձգտում այ ղախպի ծնունդ։ Հիմա դու ում ես ղախպի տղա, եթե դու դեբիլ ես, դու քո այդ անասուն անային դեբիլացրա արդեն, այդտեղ չի մնացել։ Ապ անասուն դու Նիկոլ, դու ում ես խապում, Պուտինին ես խապում, թե Եվրոմիությանը։ Բայց դու ղախպի տղա Նիկոլ, դու Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում ես որպես դեգեներատ, ղախպի տղա Նիկոլ, գեղցի բոզի տղա Նիկոլ, դավաճանությամբ, դաբլ դավաճանությամբ, գրեհիկ դավաճանությամբ, ծախվածությամբ, այսօր քեզ բոզի տղա Նիկոլ նստեցրել է վարչապետի աթոռին, որ վնաս պատճառես Հայաստանի Հանրապետությանը եւ հայաստանցիներին։ Այդ կատրիկոսի հետապնդելներ այս տափուկ գեղցի սրիկա Նիկոլին հրամայում են իհարկե Եվրոմիությունից։ Դուք ասում եք ինչու է Եվրոմիությունը լռում։ Եվրոմիությունն է պատվեր տվել кто заказал կաթոլիկոսը։ Եվրոմիությունը։ Այդ Տիգրան Ուրիխանյանի մոմենտով մի բան էլ էր արել այդ ղախպեն, Սերժիկի օրոք, անմեղ մարդ դուժես կանանավորեցին մի տարի կարծեմ թե տարի ու կես ինքը նստեց Հայաստանի բանտերում, բայց միգուցե ուրիշ անգամ, այլ ժամանակ չծախսեն դրա վրա։ Լավ, ուրեմն անցանք, հիմա կաթողիկոսի մասին ես դեռ կխոսամ մյուս հոլովակներում, բայց այստեղ հակասություն չկա։ Նրանում ինչ ես ասում եմ, ոչ մի հակասություն չկա։ Այո, հիմա էլի կրկնում եմ, ճշմարտությունը բավականի նուրբ բան է, դա քարթու գեղցու եզրակացությունը չի էլի, միանշանակ անհետետ։ Ինչ որ ասում եմ, դրանում հակասություն չկա։ Ոչ, ես իհարկե չեմ սատարում այդ կաթողիկոս կոչվածին։ Այնպես որ այդ ձեր ոմանք ստոր անառակները փորձում են մեկնաբանություն վիրավոր սատանա այդ ձեր ռեխներով ուրեմն Նիկոլ ղախպին ես անպատվում, այսինքն ասում ես ինչ անում, ինչ ղախպա է, ով է ինքը, ասում են դու սրանցից ես, այդ Ռոբիկ Սերժիկ տականքներին ես անպատվում, պահանջում դրանց պատիժը, ասում են դու այդ ձեր սատանա ռեխներով դուք եք հետո լեզվներով դուք եք հետո դատվելու։ Լավ, այս հիմա Սամվել Կարապետյան Տաշիր Սամոն, դու մտել ես արդեն ուղիղ, բացահայտ, քաղաքական դաշտ եւ ոտնձգում ես գահին։ Ինչի համար ղախպա, դու ինչով ես տարբերվում Նիկոլ ղախպից։ Տաշիր Սամո ղախպա սրիկա ու դավաճան, այսինքն դու հիմա հանդես ես գալիս որպես չհասկացա, դավաճան Հայաստան, այ ղախպա, դու խոսել ես Եվրոմիության դեմ, ասել ես, որ թշնամին է Հայաստանի Հանրապետության, պահանջել ես, որ բեզվիզը փակեն Եվրոմիության քաղաքացիների, ղախպա սրիկա, բայց ինչով ես տարբերվում Նիկոլ Փաշինյանից, դու հիմա այդ քո գործնեությամբ հիմա ինձ վիրավորում ես, այդ քո գեղցի, արա ուզում ես 4 միլիարդ չէ, 14 միլիարդ ունեցիր, այ դեբիլ գեղցի, անասուն, Տաշիր Սամո, դու ով ես այ գեղցի ղախպա, ինձ վիրավորես, այ ղախպա, ես էլ եմ Հայաստանի քաղաքացի, ինչի պետք է Եվրոմիության քաղաքացիները ղախպի տղա, դու լավ վարչապետ չես դառել, չես դառնա, ղախպա, բայց դու թույլատրում ես, ղախպի ծնունդ, սիկտիր մարշլի քաղաքական ասպարեզ, սիկտիրը թքեմ ռեխիտ վրա, խնչեմ ռեխիտ վրա, այսինքն դու հիմա վարչապետ չդառած, չես դառնա, դու թույլ ես տալի ԱՄՆ-ի քաղաքացիները առանց վիզա մտնեն Հայաստան, խնչեմ ռոժիտ վրա, այ ղախպա,
Դու ինչ խերս ես նստես վարչապետ, հենա կոնաման մեկը նստել է էլի։ Էդ ում ես ուզում խապես, այ աղբա։ Տաշիր Սամու Սամվել Կարապետյան։ Այ աղբա սրիկա ապիրիս, գեղցի ապիրիս։ Դուք հասկանում եք, այս աղբա իլակի չէ դրա այդ ոնց են ասում, այդ միտրաֆան դեբիլ է, նարեկը։ Ես չեմ էլ նայում, քանի որ զզվանք եմ ներշնչում։ Դրանց հոլովակները աչքից իմիջիալուց ընկնում է YouTube, բայց չեմ նայում, ուղղակի հասցնում եմ վերնագրերը կարդալ։ Այդ դմբո նարեկի ռոժը, այդ միտրաֆան դմբոյի դեբիլ նարեկի ռոժը ու վերնագիրը հասցնում եմ ուղղակի ավտոմատ աչքերս կարդում եմ։ Մեկ ծրագիրը, մեկ առաջ, արա ինչ ես առաջարկում, ֆակեմ այդ քո ծրագիրը, այդ քո ծրագրի մեջ կա գրած, դու արգելափակում ես ԱՄՆ քաղաքացիների անվիզա մուտքը Հայաստանի Հանրապետություն, խորխեմ ռեխիդ, դա արդեն բավականից է, շատ այ ղախպեք, նարեք, տաշիր Սամու, գեղցի սրիկա դեգեներատ քակակիրներ, նու ղախպին եք ինչ Փաշինյանը, վարչապետ եմ ուզում դառնալ, զուգարանս մակրող չես ուզում դառնալ, տաշիր Սամու, ապլիկացիա, նարեկիդ ասած ու մի հատ application գրի, որ դու տաշիր Սամու դիմում ես իմ զուգարանը մակրողի պաշտոնը զբաղեցնելու խնդրանքով, ես կդիտարկեմ քո դիմում application-ը, բայց ստերեբուտին մերժեմ, սկի արժանիք չունես, որ իմ զուգարանը մակրեց, այ քակակիր տաշիր Սամու, նմանատիպ նարեկ դեգեներատ, դեֆեկտնի, իսկ հիմա ասացեք խնդրեմ, հակասություններ կան նրանում ինչ ես ասացի այս հոլովակում, ոչ մինչ մյուս հանդիպում